Ժողովուրդ լսեցի, որ այսօր եղել ա ՔՊԻ նիստ, այնտեղ Փաշինյանը ասել ա, որ չորրորդ հանրապետությունն ա, Հայաստանի չորրորդ հանրապետությունն ա հռչակում բացում։ Աստված, այդ գիտեք ինչ ա նշանակում։ Ուրեմն երրորդը չկա, չորրորդը դեռ բացված չի։ Չորրորդը որ բացվի, պետք է հռչակվի, նոր հռչակագիր լինի։ Այդ հռչակագրի պետք է հռչակենք, որ բացվում է չորրորդ Հայաստանի Հանրապետությունը, շարունակողը երրորդի թե դա չենք գրի, ու ինչ հիմքեր ա ունենալու, ինչ սահմաններ ա լինելու։ Լսում եք, նոր հռչակագիր, այդ հռչակագրի հիման վրա նոր սահմանադրություն, հետո նոր քրեական քաղաքացիական օրենքներ, նոր կառավարություն, նոր վարչապետ, նոր նախագահ, նոր որոշում եք պարլամենտական երկիր ենք, նախագահական, կիսապարլամենտ, այդ ժամանակը էլի, կամ հռչակագրում, կամ էլ արդեն սահմանադրությունում կլինի։ Հռչակագրի մեջ ինչ ուզես կգրեն։ Դրա հիման վրա սահմանադրությունը պետք է լինի հռչակագրի։ Սահմանադրության հիման վրա օրենքները։ Թուրքիան ու Ալիևը ինչ ասեն։ Չգիտեմ, արդեն վախում եմ։ Ես գիտեք շատ չեմ ուզում Փաշինյանին մեղադրեմ, որովհետև ես այդտեղ ինչ ուզում խոսում եմ, ինչ ուզում ասում եմ, ես համոզված եմ իմ ասածը ճիշտ ա, բայց գիտեք ինչ, իմ բառերից ոչ մի բան չի կատարվում։ Ինքը երևի իմ 1/10 ասի, երևի Ադրբեջանը սկսի կրակել։ Ես չգիտեմ։ Ես դա անգամ արդեն պատերազմից հետո նկատել եմ, ինքը թե ազգային ժողովում, թե ինչ-որ կոնֆերենցիաներ ան, ոչ թե կոնֆերենցիա, ինչ-որ նստում ա այն մամլոխոսնակը հարցեր ա տալ իրան, ինչ են դրան ասում մոռացա, լավ անգամ, ես նկատել եմ, այդ պատերազմից հետո ինքը ազգային ժողովում ինչ խոսում ա, այդ կոնֆերենցիաներում ինչ խոսում ա, երբ ինչ խոսում ա, ինքը ժողովրդի համար չի խոսում, ինքը ներկայացնում ա, որ ժողովրդի համար ա, ժողովրդի հարցերին ա պատասխանում կամ պատգամավորների հարցերին ա պատասխանում, չի ինչ խոսում ա, գիտի Ալիևը ընդեղ լսում ա, Էրդողանը գուցե չի լսում, բայց Ալիևը լսում ա, ինչ պետք ա, ինչ դուրս չկա, կարա Էրդողանին ասի։ Հասկանում եք, ինչ հեշտ է, ես ամեն ինչ կամ խոսեմ, ինչ մտածում եմ, ես ոչ, էլի եմ ասում, ոչ հանրապետական եմ, ոչ ԿՊԱ-ական եմ, ոչ մի բան եմ, ոչ մի բան եմ։ Ես կարամ ամեն ինչ խոսամ։ Ոչ մի պասլեդստվե չի լինի իմ խոսալուց հետո։ Իրանը այդ ձև չի։ Ես դա համար չեմ իրան վեցնում շատ դնում, իրավիճակն եմ ասում, ոնց եմ ես պատկերացնում, ինչ ա կատարվում, ասում եմ, որ Սյունիքը պետք է ոչ միջանցք, ոչ ճանապարհ, ոչ մի բան չլինի։ Թուրքի ոտը մտավ, զենքով կանգնելու ա, հետո կամաց գալու է առաջ։ Ժողովուրդ ջան, ուզում եք ուղի ասեք, ուզում եք Թրամփ ասեք, ուզում եք Ուզել ասեք, ուզում եք Խաչմերուկ ասեք, չգիտեմ, ինչ ուզում եք ասեք, թուրքի ոտը տե մտավ, կամ էլ Թրամփին միտում ինչ ասում եմ, 30%-ը քոնն է, 30%-ը նրանն է, 40%-ն է, նա նխի է 30%, նա ինչ ա անում, որ 30%-ը իմ տարածքով ա գնում, ես պետք է վեցնեմ գումարը, նախ է պետք է վեցնի գումարը, ինքը համ կանցնի, համ էլ 30%-ը վեցնի, իմ 100%-ը սխի ա դարել, իմ ճանապարհն է, պետք է 100%-ը ես վեցնեմ, ինչ է իմ 100%-ը դարել 30, լավ, դու նայում ես, թող 30-ներ քոնը լինի, կամ ավելի քիչ է, խի ա քոնը 40, լավ, դու նայում ես, իմ տարածքն ա ստանում եմ, դու էլ նայում ես Ամերիկա, քեզ ինչ-որ գումար, բա Ադրբեջանը ինչի ա գումար, ինքը գալի մեր տարածքով ասում եք, նա գումար ա վեցնում,
Հետո որ ուրիշն է նայում այդ տարածքը, ուրիշն է մեծ գումարով վերցնում, էլ ինչ քեզ համար կալիդոր է, ինչ տարբերություն կալիդորը թուրքն է, ռուսն է, թե ամերիկացին է, թե ինչ-որ մասնավոր ինչ-որ կազմակերպություն է, դու չես, ումս կալիդոր է, քո տարածքով ուրիշը ունի կալիդոր, ինչ տարբերություն Ադրբեջան բան կալիդոր է մեկը։ Հլա եթե անգամ ամերիկացին է կանգնի, մասնավոր չգիտեմ, կարող է ամերիկացի չի մասնավորը, անգամ եթե կանգնի 100 տարի դա մնալու է, կամ գնա հետո ով է այդտեղ կանգնելու, ում է թողելու։ Այնա ռուս միրատվորцы կունեին, գնացին հետո ում թողեցին։ Մեր միջանցքներ, մեր կալիդորներ, մեր Արցախներ, ռուսեր եկան կանգնեցին, հետո գնացին, իրանք ում թողեցին այդ ամենը։ Իսկ մի բան էլ ասեմ, ինչի 100 տարի, այդ 100 տարին դա навсегда է։ Այն հայկական հողերն էր 100 տարի տված, տեսակ որ навсегда է։ 100 տարի, որտեվ մենք որ հիմա այս մեր տները, գարաժները, մանը որ կա, սա էլ 100 տարվա է։ 100 տարին դա навсегда է։ 100 տարի հետո նույնցին խոմ չեն գալ տունը գարաժը դեք ստվեցնեն։ 100 տարի հետո նույնց նույն փաստաթուղթը ստորագրեն, просто այդ թարմացում է կոչվում։ 100 տարի навсегда է։ Այդ ասեմ։ Հետո գնացին, որոշեն գնան, հա։ Ռուսը это отношение есть, գնան, ում են թողելու։ Պետք է չդամասեն խորանալ, պարզապես ոչ տրանզիտ ճանապարհ, ոչի բան դրանց պետք չի տալ։ Դրանց ոտը որ մտավ, դրանք դուրս եկողը չեն։ Զենքով գալու են առաջ։ Հաստատ։ Հաստատ։ Նա մոտ որ Ալիևը յա բերանով ասել է, որ գալու հասնելու եմ։ Լավ, հա։ Լավ։